Հայ լեզվամտածողությունն իր բոլոր դրսևորումներով երևակվում է Թումանյանի ստեղծագործություններում, հայ երաժշտամտածողությունն իր անաղարտությամբ հայտածվում է Կոմիտասի արվեստում։ Ասվածի հավաստումներից է Կաքավի երգը, որը ստեղծվել է Թումանյանի խոսքերով և Կոմիտասի երաժշտությամբ։ Սա երկու հանճարների համագործակցությամբ միակ ավարտուն գործն է, որը հասել է մեզ։ 1908 թվականին Հասկեր ամսագրում պիտի հրապարակվեր մի երգ, որը պիտի հնչեր դարով, դեռ դարից ավել և պիտի հնչի և դառնա երկու հանճարեղ մարդու համագործակցության արդյունքը։ Ես ասում եմ, ոսկու մի հատիկ է ընկել երկուսի ձեռքից էլ և հասել է մեզ։ Եվ երեխաներն են երգում և մեծերը։ Եվ մեր ամբողջ բնությունը, մեր ամբողջ խորհրդաբանությունն ու խորհրդանիշները հայոց այդ մի երգի մեջ ամփոփված են։ 1903 թվականին Հովհաննես Թումանյանը կգրի մի ստեղծագործություն, որը ևս կդառնա հայ կոմպոզիտորական արվեստի համար սնուցող մի սյուժե, դա կդառնա Անուշը։ Կոմիտաս և Թումանյան համագործակցության մասին խոսելիս ոչ միայն Կաքավի երգին պիտի անդրադառնալ, այլև Անուշին, որը հանդիսանում է այդ երկու մեծերի մեծ մտահղացքի մի մեծ գաղափարի մասին վկայություն։ Թատերագետ Բախտիար Հովակիմյանը գրում է, որ 1973 թվականին մարտի 23-ին օպերան գրվելուց 6-7 տասնամյակ անց Թումանյանի հարկի տակ առաջին անգամ ուրախություն ներկա գտնվողների հնչեցին Անուշի և Սարոյի մեներքերը և մի շարք խմբերքեր։ Ռուբեն Աթայանի հանգամանալից ծանոթությունից հետո հանդես եկան ուսանողներ Անուշի և Սարոյի դերերում Արաքս Մանսուրյանը և Արզաս Ոսկանյանը։ Պահպանված հատվածների համերգային կատարումը հնչել էր նախ հեռուստատեսությամբ։ Թումանյանն ու Կոմիտասն իրար են կապում ինչպես լեզուն և երաժշտությունը, այնպես էլ Արևելահայաստանն ու Արևմտահայաստանը։ Ստեղծագործական համագործակցության արդյունքում ստացված Կաքավի երգն ու անավարտ Անուշ օպերան իրենց անսասան տեղն ունեցան հայ երաժշտության և հայ երաժշտական թատրոնի պատմության մեջ։ Ձեռքի տակ ունենալով Անուշ պոեմի ավարտուն տարբերակը, ժամանակի հանրային և մշակութային գործիչ իշխանուհի Մարիամ Թումանյանը ծանոթ լինելով Կոմիտաս երաժշտագետին, բայց դեռևս իրեն անձնապես անծանոթ Կոմիտասին է ուղարկում պոեմը և առաջարկում պոեմի հիման վրա ստեղծել օպերա, որի մասին հետագայում նա կգրեր։ Ես միշտ երազում էի լսել մի հայկական օպերա, որի թե բովանդակությունը և թե երաժշտությունը լիներ զուտ ժողովրդական։ Ես հավատացած էի, որ Կոմիտասի գրչի տակից դուրս կգա մի հրաշալի բան և իմ մեջ միտք խղացավ առաջարկել նրան Թումանյանի Անուշը օպերա դարձնել և այդ նպատակով նրան ուղարկեցի իմ հրատարակած ժողովածուն։ Մարիամ Թումանյանի առաջարկին ի պատասխան 1904 թվականի հունվարի 22-ին Կոմիտասն Էջմիածնից գրում է. «Շնորհափայլ իշխանուհի, ուրախությամբ կարդացի Թումանյանի Անուշը և շատ անուշ գտա, պատրաստ եմ ձեր փափագն իրագործելու»։ Եվ այսպես սկսվում է Կոմիտաս-Թումանյան ստեղծագրական համագործակցությունը Մարիամ Թումանյանի միջնորդավորած երկխոսությամբ։ Մենք խոսում ենք 1903-4-5 թվականների մասին, այն թվականների, երբ որ կար և Թումանյանը և Կոմիտասը, բայց Կոմիտասը այդ շրջանում ապրում էր Էջմիածնում հիմնականում Վաղարշապատում, իսկ Թումանյանը ապրում էր Թիֆլիսում։ Եվ ցավոք, այնքան սպասված Անուշ օպերան չունեցավ ավարտուն տեսք։ 1931 թվականին Անահիտ հանդեսում տպագրված Կոմիտասը և հայ երաժշտությունը հոդվածում Արշակ Չոպանյանը գրել է. «Թիֆլիսում գտնված միջոցից Կոմիտասի հետ Թումանյանի տունն էինք օրմը։ Կոմիտասն օրեն խնդրեց, որ փութացնե լիբրեթոյին խմբագրումը։ Թումանյան զգացուց, որ ատիկա իր ընելիք բանը չէր։ Ես պոեմը գրեր եմ սավ խնդալով, լիբրեթոն էլ թող ուրիշը հանե։ Սակայն լիբրետոյի բացակայությունը չէր միակ պատճառը, որ օպերան այդպես էլ մնաց անավարտ»։
Հարց է ծագում, ինչու չի ստեղծվել այս օպերան։ Այս օպերան մնացել է անավարտ եւ նորից հանգամանքները։ Նախ վաղարշաբաթում չկար սիմֆոնիկ նվագախումբ, ինչ հնարավորություն կտար պատկերացնելու այդ օպերան ամբողջապես իբրև օպերային մտահղացք։ Երկրորդը բազմազբաղությունը երկուսի, երրորդը այն, որ նրանք չեն հանդիպել աշխատելու համար, բայց այն ինչ ասել է մեզ ունի աներկբա արժեք։ Հնդածս 1905 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Թիֆլիս կատարած համերգային ուղևորության տեղի են ունենում Կոմիտասի եւ Թումանյանի հանդիպումները, Անուշի վերաբերյալ եւ բանաստեղծի ու երգահանի հանդիպման պայմանավորվածության մասին տեղեկություններ է հաղորդում Կոմիտասի նամակը գրված Թումանյանին, սակայն հանդիպումը տեղի չի ունենում, իսկ Անուշի ստեղծման աշխատանքներն ավարտվում են 1909 թվականին անավարտ թողելով պոեմի ամբողջացումը։ Հայտնի է, որ Եղեռնից հետո Կոմիտասի բազմաթիվ ձեռագրեր տեղափոխվել են Պոլսից Փարիզ եւ Փարիզից բարբերաբար եկել են Հայաստան, համալրվել է Կոմիտասյան արխիվը, որը գտնվում է Կաթում, եւ այդ արխիվային նյութերի մեջ երաժշտագետ, երջանկահիշատակ երաժշտագետ, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը հայտնաբերել էր, գտել էր Անուշի անավարտ օպերայի ուրվագրերը, զբաղվել էր դրանցով, վերլուծել էր հանգամանորեն, գրվել է հոդված եւ նաեւ երգվող հատվածները կատարվել են, համերգային կատարմամբ հնչեցվել են։ Դրանք ընդհանրապես շատ մոտ են հայկական ժողովրդական երգաստեղծությանը, մասնավորապես էպիկական, սիրային եւ վիճակի երգերին, եւ ասենք, որ Կոմիտասը օպերա ուզել է գրել միշտ, դեռևս Բերլինում ուսանելու տարիներին, երբ Կոմիտասը երգել է Բերլինում երգչախմբում եւ ծանոթ է եղել Վագների երաժշտությանը, Վագների ստեղծագործության օրինակով Նիբելունգի մատանիները նա ուզեցել է գրել Սասնաձեռեր օպերան։ Դրանից հետո մտահղացրել է Վարդան Մամիկոնյան օպերա գրել, այսինքն անընդհատ օպերան իբրև ազգի ինքնության, ազգի պատմության առհավատչա շատ կարևոր ժանր է։ Դրա համար ազգային դպրոցի բոլոր ներկայացուցիչները հիմնականում գրում էին օպերա, ոչ միայն ազգային ոգով, այլ նաև ազգային լեզվով, եւ Անուշը պիտի լիներ դրանցից մեկը։ Թեև ժամանակաշրջանը, հանճարեղ երկու մտածողների անընդհատ բազմազբաղ լինելը, քարտեզագրությունը, որը սահմանափակում էր նրանց հաճախակի հանդիպումները, մի քանի մեծ ու փոքր պատճառներ եւս խանգարեցին օպերայի կայացմանն ու հանրահռչակմանը, այն մնաց որպես բարձր գաղափարների հանրագումարային արժեք։ Անուշի մեջ սիրո համամարտկային գաղափարն է, եւ Կոմիտաս վարդապետը շատ ուշադիր էր այն հատվածների հանդեպ, որտեղ նույնիսկ ոգիների մասին էր խոսքը կամ Անուշի խելագարության տեսարանը, այսինքն ինքը ուզում էր ասել, որ դա ոչ թե խելագարություն էր, այլ դա զոհաբերություն էր, դա զոհողություն էր հանուն սիրո։ Ինքը իր սյուժեն այդ ուղղությամբ էր ուզում տաներ։ Պարզապես ինքը ուզում էր ցույց տալ, թե լորվա հրաշագեղ բնության մեջ ինքը նույնիսկ գրում է Թումանյանին, Մարիամ Թումանյանին, որ ավելի լավ հասկանալու համար ինքը պատրաստ է գնալ գյուղը Թումանյանի, դսեղը տեսնել, հասկանալ, կենցաղը ավելի խորապես ուսումնասիրել, որովհետև եւ Թումանյանը եւ Կոմիտասը երկուսն էլ այնքան մոտ էին հայոց բանահյուսությանը, որ դժվար է ասել, որտեղ է վերջանում օրինակ Թումանյանի խոսքը եւ որտեղ է սկսվում բանահյուսությունը, նույնը Կոմիտասի պարագայում է, այնքան ներդաշնակորեն է նրա ստեղծագործության մեջ միահյուսվում ժողովրդական երգը իր մտքի հետ, որ դժվարանում ես ասել, որտեղ է վերջանում ժողովրդական երգը, որտեղ է սկսվում Կոմիտասյան մշակումը։ Կոմիտասի Անուշ օպերան հայ օպերային երաժշտարվեստի մեջ ամրագրվեց որպես պատմական իրադարձություն եւ պատմական իրողություն։ Պատմական իրադարձություն էր նրանց երկուսի ծնվելը, պատմական իրադարձություն էր նույն ժամանակահատվածում ապրելը։ Առաջին անգամ Անուշին որպես օպերային մտահղացք անդրադարձավ Կոմիտասը։
Այսինքն անուշը բեմ բարձրացնելու գաղափարը միջև մեր օրեր Արզաց Ոսկանյան կտրվի Կոմիտաս վարդապետի կողմից եւ անուշը կյանք կունենա այսուհետ։ Կոմիտասի անուշը որպես պատմական իրողություն եղել է, բայց նա կյանք ունի, շարունակվում է եւ շարունակվելու է։ Ես ձեզ ավելին ասեմ, երբ որ 1921 թվականին Թիֆլիսում հիմնադրվում էր, նոր բան պիտի ասեմ, Կոմիտաս ընկերությունը եւ Կոմիտասն արդեն Փարիզում էր եւ ոչ լավ տեղ հոգեբուժարանում, մենք գիտենք, Թիֆլիսում հիմնադրվում է Կոմիտաս ընկերությունը, շատ կարճաժամկետ։ Ես այլ ասեմ ձեզ, որ իմանանք, որ Գուրջիևի աշակերտ Թոմաս Հարտմանը շատ է հետաքրքրված եղել Անուշով։ Նա փնտրել է Անուշի ձեռագրերը, ինքը հարցրել է նույնիսկ Թումանյանին, ինչ որ տվյալներ կամ նոտաներ ունի Անուշից Կոմիտասի, որպեսզի ինքը ուսումնասիրի եւ հրապարակի։ Թիֆլիսում եւ Էջմիածնում Թումանյանի եւ Կոմիտասի հանդիպումներով, զրույցներով, նուրբ հումորով, Վերնատուն գրական խմբակի հավաքներով, կիսատ ծրագրերով, դսեղ գնալու պայմանավորվածությամբ, նամակագրությամբ, սակավ շփումներով չի ավարտվում երկու մեծերի հարաբերություններն ու կապը, երկուսի բնատոհմիկ ու բնաշխարհիկ մտածողությունն է ծավալվում նաև կրթության ոլորտում։ Կոմիտասյան խաղիկները գալիս են լրացնելու Թումանյանի խաղերին, բայց ինչու եմ ասում ժամանակը, հասկանալով իրենց բարդ ժամանակը եւ հասկանալով կրթության դերը մատաղ սերնդի համար, մեծ գործունեություն են ծավալել։ Կարող է դա լինի հոդվածի տեսքով, կարող է լինել բանաստեղծության տեսքով, կարող է լինել խաղերգի տեսքով։ Եվ եթե Թումանյանի այդ մանկական պոեզիան, որ կարդում ես, դու մեծ լինելով քո մեջ մանկություն է արթնանում, նույնն էլ Կոմիտասի խաղերգերում մի տեսակ մանկական մի անուշ հումոր, մի անուշ ծիծաղ ու խանդավառություն ես տեսնում։ Եվ սրանով էլի զուգահեռներ ես տեսնում Թումանյանի եւ Կոմիտասի միջև։ Երկուսն էլ հայկական ոգու պահապան հրեշտակներն են եղել։ Եվ երկուսն էլ եղել են մեծագույն մանկավարժներ, այսինքն այնինչ նրանք թողել են հատուկ կիրառելի է կրթության, մեկը երաժշտական, մանկական կրթության, մյուսը առհասարակ մանկավարժության համար։ Թումանյանական եւ կոմիտասյան թեմաներով հայ գիտական մտքի ուսումնասիրություններն ու վերաբերումները արվեստագիտության թեկնածու Կոմիտասի Թանգարան ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանին թույլ են տալիս նրանց կոչել հավերժական հանճարներ, որոնցից պետք է սովորել նախ առաջին հերթին հայ մնալու։ Մեծ գլոբալ աշխարհում պահպանելու մեր ինքնությունը։ Դրա համար ես միշտ ասում եմ, պետք է կարդալ Թումանյան, լսել Կոմիտաս եւ հայ զգալ ու հպարտ լինել քո հայ լինելու համար, որովհետեւ այնքան շատ է հայկականությունը երկուսի մեջ, ընդ որում ամենաազնիվ, ամենաբարձր դրսևորումներով, որ դա այս աշխարհում, մեծ աշխարհում կօգնի մաքուր մնալ եւ մաքուր պահել մեր ներսի հային։ Երաժշտությունը արվեստների մեջ այն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն ու միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն եւ տիրաբար տանել ուր որ կամենա։ Այսպեսով էլ նա արվեստների մեջ ամենազգայականն ու ամենավերացականը միաժամանակ հանդիսանում է ամենաուժեղ արտահայտությունը ժողովուրդների ոգեկան կյանքի եւ բարձրագույն հաճույքներ տալով հանդերձ դառնում է բարձրագույն կրթության միջոց։ Հովհաննես Թումանյան